Ողջույն սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ ջան, ամբողջ համացածը արդեն ողողված է մեզ բոլորիս հայտնի այսօրվա ձայնագրությունների վերաբերյալ, թե ինչպես է Վարդանիկը կոռուպցիայի մեջ խորացած լեկտի լեքսիկոնով հարցեր գցում տեղը, այսքան փողը վերցնենք, այս շինությունը թող մնա, գնացեք, հետները կապ հաստատեք, փողերը վերցրեք, մեզ բոլորիս արդեն հայտնի ձայնագրությունները, թեման Վարդանիկը չէ, որովհետև Վարդանիկը մեզ համար նորություն չի, Վարդանիկը եւ Վարդանիկի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից 2018 թվականին մերժված խուլիգան, հանցագործ, մարդասպան Հայաստանի եւ հայ մարդու հետ երբևիցե կապ չունեցած իր այդ բանդայով Վարդանիկը մեզ համար նորություն չի, ոչ էլ Վարդանիկի պահվածքը, խոսելաձևը, աշխատելավոճը նորություններ անձամբ ինձ համար եւ իմ նման հազարավոր, տասնյակ հազարավոր հայ մարդկանց համար։ Դա նորություն չէր։ Թող Վարդանիկի լեքսիկոնից, Վարդանիկի աշխատելավոճից մտածեն այն մեր շատ սիրելի գյումրեցիները, ովքեր չուզենանալով, բայց գնացել եւ Վարդանիկ են ընտրել։ Մեկը հրոխբոր տղուն խաթրանելով, մեկը փողին թամահանելով, մեկը վախին թամահանելով։ Ժորժ ջան, եթե մարդ հոգեպես վախկոտ է, այդ մարդուն, գիտես, էլ ինչ ձև ասես, որ այ մարդ, այ քաղաքացի, դու քո սեփական պետությունում որևէ մեկից վախենալու իրավունք չունես։ Մի վախեցիր։ Գիտեք ինչ, այդ վախը, որին ես համարում եմ թշնամի, պրոստը կան որոշ մասա, որ դրանց անուն ազգանունները միջև հիմա լսելիս, մի տեսակ կաշկանդվում է, ոնց որ մի տեսակ ես վախի գերին է դառնում։ Ունեք հնարավորություն, որպեսզի չվախենաք այդ լակոտ լուկուտներից, Վարդանիկի նման գյադագյուդեքից չվախենաք։ Մի խոսքով։ Ըստ հարցը ոչ թե Վարդանիկի թեման է, սիրելի մարդիկ, Վարդանիկի աշխատելավոճի լեքսիկոնի, ոչ, ըստ հարցը գիտես ինչն է։ Մենք բոլորս ականատես եղանք այս ձայնագրություններին, այդ խոսակցություններին։ Ցավենի է, որ ասենք Վարդանիկի համար Գյումրիում եկեղեցու զանգեր է խոխանջում։ Աստծո տունը արևանգած Կտրիչ Ներսիսյան, Աստծո տունը հայ մարդու կողմից մերժված մարդասպան խուլիգան բանդայի համար օգտագործող Կտրիչ Ներսիսյան, Ռոբեկի, Սերժիկի, Ռուսաստան բնակ օլիգարխի անձնական տասովչիկ Կտրիչ Ներսիսյան։ Էդի չի համար ես եկեղեցու զանգերը խոխանջում։ Կտրիչ Ներսիսյան, Աստծո տունը ձեզ համար բարդակ եք վերածել։ Աստծո տունը ձեզ համար, Աստծո տունը փաստորեն դուք այս պետությունում օգտագործում եք այս խուժաների շահերը սպասարկելու համար, հա։ Փաստորեն դու Աստծո տունը օգտագործում ես կոռումպացված, կաշառք վերցնող, իր հաստիքը շահագործող, հաստիկից օգտվող եւ կոռուպցիայի մեջ մտնող Վարդանիկի համար, հա։ Փաստորեն դու Աստծո տունը օգտագործում ես լեկտի լեքսիկոնով խոսակցություններ ունեցող Վարդանիկի համար, հա։ Աստծո տունը Գարեգին ամեն մի վարքյան աշխատում է Գարեգին բի դեմ։ Այսօր ինչպես Վարդանիկին բերման ենթարկեցին, ու Վարդանիկը նստելու է, բոլորն է նստելու։ Մասնաբնակ ալիգարխ այդ Տաշիր Սամվելիկը նստելու է, Վարդանիկը նստելու է, Քոչոն նստելու է, Սերժիկը նստելու է, Գարեգինը, եթե ոչ այսօր, ոչ այս գիշեր, ապա վաղը, եթե ոչ վաղը, ապա վաղը չէ մյուս օրը, նույն ձևով Գարեգին բմ պետք է հեռանա հայ առաքելական Սուրբ եկեղեցուց, պետք է հեռանա Աստծո Սուրբ օջախից։ Ինքը իր կամքով չի հեռանում եւ ինքը դիմադրում է հայ մարդկանց, ինքը դիմադրում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդկանց եւ դիմադրելով հայ առաքելական Սուրբ եկեղեցուն հետևորդ հավատացյալ մարդկանց Աստծո տները, հայ մարդու սեփականությունը օգտագործում է այս խուժանների, այս հանցագործների, այս մարդասպանների, այս թալանչիների անձնական շահերը սպասարկելու համար։ Գարեգին բը, եթե ոչ այսօր, եթե ոչ այս գիշեր, ապա վաղը, դու նույն ձևով, այո պետք է ազգային անվտանգությունը մտնի եկեղեցի,
Աստծո տուն եւ Աստծո տունը քո նման խուժան հանցագործ, քո նման ամբարոյական վաստակի ներկայությունից ազատի։ Այո, քեզ պետք է քաշ տալով հեռացնեն Աստծո տնից։ Եվ այդպիսով Աստծո տները ազատեն քո նման խուլիգան, քո նման, չգիտեմ ինչ, աբիժնիկ տեսակից։ Ու դա լինելու է։ Հաջորդը գարեգին բն է լինելու։ Այո, պետք է գարեգին բն իր կամքով չի հեռանում։ Գարեգին բն Կտրիժ Ներսիսյանը այդ ամբարոյականի վաստակը դիմադրում է։ Եվ իր դիմադրությունով Աստծո տունը օգտագործում է այս գադագյուտեկես խուժանների ազնական շահերը սպասարկելու համար։ Եվ գարեգին բն վարկյան առաջ, եթե իր կամքով չի հեռանա, ու ինքը իր կամքով չի հեռանում, իրեն պետք է հեռացնեն քաշ տալով, գարեգին բին պետք է քաշ տալով, քաղաքական սամասուդի ենթարկելով, տափերով տալով, քաշ տալով պետք է ռադանեն, պետք է հեռացնեն եւ Աստծո սուրբ օջախները ազատեն այս խուլիգանի արևանգությունից։ Ու դու դա տեղի ունենալու։ Եթե ոչ այս գիշեր ապա վաղը, եթե ոչ վաղը ապա վաղը չեմ իսօրը տեղի ունենալու։ Թող որևէ մեկը չկասկածի ու թող որևէ մեկը այս պետությունում իրեն համարցակ չհամարի։ Ոչ ոք թող պետությունից համարցակ չլինի։ Պետությունից այնան համարցակը չկա, պետության դեմը խաղ չկա, եթե ինչ որ մեկն էլ մտածում է, որ ինքը պետությունից առավել է, պետությունից համարցակ է, ցավակցել ենք այդ տեսակին, այդ մտածելակերպ ունեցողներին եւ հիմա էլ ցավակցում ենք այդ ձև մտածելակերպ ունեցողներին։ Նրանք ովքեր մտածում են, որ պետությունից համարցակ են։ Մենք այդ տեսակին, այդ ձև մտածելակերպողներին ցավակցում ենք։ Հենց հիմա այդ ցավակցում ենք, իրենց հարազատներին մեր ցավակցական խոսքերն ենք ուղում։ Ու ասել ենք ու ասում ենք, էլ քիչ այդ համարտակոտ տաշիրի բուլկին, առանց չամիչի բուլկին, այնորն է դուխից է խոսում, ասում է դուխը մերն է, մեր հակով է, ուղղակի սրանք այդ բառներ հարամեցին, այ լակոտներ, այ չգիտեմ ակվարիումի մեջ մեծացած, չգիտեմ փափուկ բումբուլի բարձի մեջ մեծացած, միջև հիմա սոսկա ծծող լակոտ լուկուտներ, ով եք դուք, ձեզնից չեք ներկայացնում, մի հատ էլ եկել եք դուխից եք խոսում, ասում եք այդ դուխը մեր հակով է, սրանք այդ բառը, դե հիմա էսա կտենանք դուխը ում հակով է, էսա կտենանք այ լակոտ լուկուտներ, թե դուխը ում հակով է, ասել ենք ու ասում ենք, եթե ինչ որ մեկը իրան համարցակ է ձևացնում, պատկերացնում, պետությունից այնան համարցակը չկա։ Եթե դուք մտածում եք, որ դուք մեզնից համարցակ եք, մենք ձեզ ուղիղ եւ հստակ ասում ենք, մենք մեզնից համարցակ որևէ մեկին չենք ճանաչում, ցանկությունը չունենք ճանաչելու։ Եվ դա ապացուցել ենք ու ամեն օր աման վարքյան դա մենք ապացուցելու ենք ու դուք դա զգալու եք ձեր սեփական բաշկի վրա։ Տարբեր բնակավարներում 8 տարի եղել է բոլոր ժամանակները, որպեսզի օգտվեք հեղափոխության բոլոր օրենքներից։ Բայց դուք հեղափոխության արժեքները, օրենքները համարել եք թուլություն ու այս պետությունում ինչպես մի ձեր ձևով կուրաժիտ եք գալիս։ Եվ ավարտվել է այս բոլոր ժամանակները, որ ձեր նազ ու տուզը պետք է մենք տանենք, որ ձեր նազը տուզը ժողովուրդը պետք է տանի։ Այս ժողովուրդը դատապարտված չէ։ 2018 թվականին հայ մարդու հետ երբևիցե կապ չունեցած խուլիգան մարդասպան մաֆիայի մերժած ժողովուրդը դատապարտված չէ ձեր արևանգությունից, եւ մենք ուղիղ ձեզ ասում ենք, դուք ձեր սեփական մաշկի վրա զգալու եք այդ ցավը, այդ դաժան ցավը, որ դուք հեղափոխություն իր բոլոր արժեքներով, իր բոլոր նրբություններով, հարստություններով թուլություն եք համարել։ Թուլություն եք համարել ու սկսել եք կուրաժիտ տնելը ու հիմա կուրաժիտ եք գալի։ Դու դա ձեր սեփական մաշկի վրա բոլորդ զգալու եք, չկասկածեք։ Տաշիր Սամոչնի ռուսաստանբնակ օլիգարխ, որ եկավ Հայաստանի Հանրապետությունում լեզուն գցեց ոտների տակը կուրաժիտ տնելով իր ձևերով փորձում էր հարց լուծի։ Ով եք դուք, դուք կարաք ձեր կուռուգում ձեզնից բան ներկայացնեք, որովհետև շատ փող ունեք ու հենց այդ շատ փողի շնորհիվ կարաք դուք ձեր սեփական ընտանիքում, ձեր հարազատների մեջ, ձեր սովոր շրջապատում կարաք դուք հեղինակություն ունենաք։ Դուք մեզ համար ով եք, ոչնչություն, ոչ մի բան, ձեզանից ոչ ձեր անուն ազգանունները ոչինչ չեն ասում ես, դուք ոչ մի հեղինակություն ոչ եղել եք, ոչ կաք, ոչ կնեք մեր համար, ով եք դուք։ Դուք ուղղակի շատ փող ունեք, կարաք ձեր շատ փողերի հույսով, ձեր շատ փողերի
Շնորհիվ կարաք ձեր մերձավոր, ձեր հարազատ շրջապատում կռուգում, կարաք ձեզ լավ զգաք ու ձեր, չգիտեմ, ձեր տեղը ունենաք այդտեղ։ Բայց դուք մեր մոտով եք։ Եվ բոլորը այդ վարդանիկ, ուղղակի գիտես ես ինչից եմ վիրավորված, որ մի հատ փասլնկոտ վարդանիկի համար մի հատ եկա պետական ապարատ աշխատում։ Մի հատ կես մետրանոց փասլնկոտ վարդանիկի համար, մի հատ չուխանի համար, մի հատ չմոյի համար։ Մի հատ չմոյի համար։ Ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունում բեսպրիծելը չի թփրտալու, ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունում բեսպրիծելը քաղաքական մակարդակով մահանալու է, ենթարկվելու է սամասուդի, համակերպեք ես մտքի տարա, համակերպեք այ ձև բռնասներ, ուզեք չուզեք, չհամակ ստիփած եք համակերպվել, ստիփած եք համակերպվելու, ձեզ ուրիշ ձև չունեք, պետք է համակերպեք, պետք է համակերպեք, բոլորը ենթարկվելու է քաղաքական սամասուդի, այլ տարբերակ չկա, չկա այլ տարբերակ։ Իսկ Անբարոյականի վաստակ Կտրիչ Ներսիսյանը, որ կոռուպցիոների համար եկեղեցու զանգերն է խոխանջում, չգիտեմ, Կտրիչ Ներսիսյանը սիրելի մարդիկ, դա մենք գիտենք, դա նորություն չի։ Աստծո տունը, Աստծո տները շահարկում է այս խոլիգան բանդիտների, այս մարդասպաների, այս թալանչիների, այս ձև բռնած կուրաժի տնող այդ գյադագյութեգի ազնական շահերի համար։ Կտրիչ Ներսիսյանը սպասարկում է բոլորի շահերը։ Այս պետությունում Կտրիչ Ներսիսյանը սպասարկում է թալանչիների, մարդասպաների, կոռուպցիոներների, ինչքան հիմար անբարոյական վարքեր կա, Կտրիչ Ներսիսյանը բոլորի համար ծառայություն է մատուցում։ Կտրիչ Ներսիսյանը ինչքան անբարոյական վարքեր կա, բոլորի համար ծառայություն է մատուցում։ Քիթը կողել է ամեն տեղ, բոլորի համար ծառայում է, հնազանդ ծառայություն է մատուցում, բացի Աստծուց, բայց ցավոք սրտի Աստծո անվան տակ այս ամեն ինչին քանում։ Ցավոք սրտի Աստծո անվան տակ ինքան Եվանգելիա Աստծո տները եւ Աստծո անվան տակ չծառայելով Աստծուն ծառայում է բոլորին։ Ծառայում է Սերժիկին, ծառայում է, չգիտեմ, Քոչոին, ծառայում է, չգիտեմ, այդ կես մետրանոց այդ լեկստված այդ Վարդանիկին, ծառայում է Մոսկվա բնակ ալիգար Սամվելիկին, բոլորին ինչքան թալանչի, կոռուպացված, ինչքան Հայաստանի Հանրապետության հետ կապ չհաստատած, հայ մարդու հետ որևիցե կապ չունեցած, երբևիցե կապ չունեցած, ինչքան հայ մարդու որոշման հետ համակերպող, ինչքան օտարի շահերը սպասարկող, ինչքան գյադագյուտե կան, Կտրիչ Ներսիսյանը բոլորի շահերը սպասարկում է, բացու Աստծո շահերից, բոլորի շահերը սպասարկում է, բացու Աստծո շահերից, բոլորի քարոզը անում է, բացու Աստծո քարոզից։ Այլ ինչ Կտրիչ Ներսիսյանը պետք է օրը 24 ժամ Աստվածաշունչ քարոզի։ Աստվածաշունչը քարոզի, բայց ոչ Կտրիչ Ներսիսյանը Աստվածաշունչ չի քարոզում։ Կտրիչ Ներսիսյանը, չգիտեմ, Տաշիր Սամոյա քարոզում, չգիտեմ ինչ, դրա համար էլ էշմիածնում Տաշիր Սամոյի նկարը Հիսուս Քրիստոսի սրբապատկերից ավելի մեծ տեղ ազբաղեցնում։ Ավելի մեծ տեղ ազբաղեցնում։ Բայց իհարկե, եթե Աստծո տան մեջ Տաշիր Սամվելի նկարը ավելի մեծ տեղ զբաղեցնի, պարզա որ Կտրիչ Ներսիսյանը Տաշիր Սամվելի քարոզը պետք է անի։ Կտրիչ Ներսիսյանը եթե ոչ այսօր, ապա վաղը պետք է դուրս չպրկվի։ Այո, ինքը իր կամքով չի հեռանում, այո, ազգային անվտանգությունը պետք է մտնին քաշ տալով դուրս չպրկվի Աստծո տնից։ Կտրիչ Ներսիսյան գնալու ես, քո գնալը լինելու է դաժան, դու եթարկվելու ես քաղաքական սամասուդի, քեզ որևէ մեկը չի փրկելու, ոչ ոք, մեկը նի Սերժիկին փրկի, մեկը նի Քոչո փրկի, մեկը նի Վարդանիկ փրկի, մեկը նի Տաշիր Սամո փրկի, քեզ ոչ ոք չի փրկվելու։ Ուղղակի ես կոշ կանեմ, այն գիտեք ինչ, միացենց մասսա կա, այդ քաղաքացիներին կոշ կանեմ, իզուր տեղը ոտները չգցեք, իզուր տեղը ոտների չգցեք, անիմաստ, անկապ, չմտեք համարձակ տղուկ կերպարի մեջ, չգիտեմ, անկանոն շարժումներ անեք ու գցեք ոտներիդ։ Նրանք ովքեր, սես ձև բռնած, տեսախցիկների արջև ձև բռնած, ինչա որ կողի կշտին ասի, արես ինչ դուխով տղայա տեսար ես ինչ արեց։ Սես մի հատ կինոյի մեջ կմտնին գտնի կինոյի տղու տեղ, մի հատ անկանոն շարժում կանի, հետ այդ պահին գցելու է ոտին։ Ու ձեզ ոչ ոք չի փրկելու։ Ուրեմն մի հատ հանգստացեք, ասում ենք, եթե դուք ձեզ համարձակ եք համարում, օքեյ համարեք, մենք ձեզ ուղիղ ասում ենք, արա սաղիդ, մենք մեզնից ոչ մեկին, մեզնից առավել համարձակ չենք համարում ոչ մեկին, ոչը ցանկություն ունենք համարելու, չենք ճանաչում, մենք մեզնից համարձակը չենք ճանաչում։
Մենք գնում ենք պետության հետևից, մենք գնում ենք իրական Հայաստանի հետևից, մենք գնում ենք խաղաղության հետևից, դրա համար մենք մտածելու բան չունենք։ Իսկ նրանք ովքեր գնում են շահի, փողի, օլիգարխիայի, չգիտեմ, ինչ որ գուբերնատորի, ինչ որ չգիտեմ, ուրիշ պետությունների հետևից, դուք լիքը մտածելու բան ունենք։ Մենք եթում ենք մեր սեփական պետության հետևից։ Մենք եթում ենք իրական Հայաստանի հավերժ լինելության հետևից։ Մենք եթում ենք անկախ, ազատ, ինքնուրույն, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հավերժ լինելության հետևից։ Մենք գնում ենք իրական Հայաստանի ավելի ուժեղացման, հզորացման, հարստացման, զարգացման հետևից։ Մենք գնում ենք խաղաղության հետևից։ Մենք մտածելու բան չունենք։ Մենք մտածելու բան չունենք։ Դուք մտածելու բան ունեք, ու նրանք ունեն մտածելու, ովքեր գնում են 40,000 դրամի հետևից։ Այ դուք լիքը մտածելու բան ունեք, ու դուք գցելու եք ձեր ոտներին։ Այ դուք, ովքեր գնում են 40,000 դրամի հետևից, դուք լիքը մտածելու բան ունեք։ Ովքեր գնում են մաֆիայի, օլիգարխիայի հետևից, դուք լիքը, արդեն իսկ լիքը մտածելու բան ունեք, ու մտածեք, երկար մտածեք։ Ոչ ոք չի խնայվելու, ոչ ոք չի ներվելու։ Հայաստանի Հանրապետության դեմը խաղ չկա, Հայաստանի Հանրապետությունի տենյան համարձակը չկա, իսկ նրանք ովքեր պետության մեջ իրենց պետություն կզգան, ովքեր իրենց ուժը առավել կհամարեն, քան պետության ուժը, այդ մարդիկ արդեն իսկ գցել են իրենց ոտին։ Այդ մարդկանց ես ցավակցում եմ։ Ու այդ մարդկանց ես ասում եմ, ոչ ոք քաղաքական մակարդակով չի խնայվելու։ Աստված մեզ հետ ամեն ինչ լավ է լինելու։ Կտրիժ Ներսիսյանը խայտարակ ձևով պետք է հեռացվի։ Ամենայն ստոր ձևով պետք է հեռացվի։ Կտրիժ Ներսիսյանը չի խնայվելու։ Կտրիժ Ներսիսյանը չի ներվելու։ Կտրիժ Ներսիսյանը արժանանալու է քաղաքական սամասուդի։ Կտրիժ Ներսիսյանը արժանանալու է քաղաքական սամասուդի։ Աստծով դուխները տղա։ Մարդիկ ջան։